Այս պահին մենք գտնվում ենք Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Արարատյան թեմի։ Ինչպես հայտնի է, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն այցելելու է Սուրբ Սարգիս եկեղեցի եւ այստեղ հերթական պատարագն է անցկացնելու, այսինքն այսօր մենք հերթական անգամ ականետես ենք լինելու պատարագ բեմադրությանը։ Եվ առավոտվա այստեղ բազմաթիվ ոստիկաններ են հավաքվել։ Ըստ տեղեկությունների Նիկոլ Փաշինյանը պետական համակարգի աշխատողներին հրահանգել է անպայման ներկա լինել իր կողմից կազմակերպող հերթական կեղծ պատարագին։ Տեղեկացնեմ նաև, որ այսօր գալու է նաև մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նարեկ Կարապետյանը երեկ մի գրառում էր կատարել, որտեղ նշում է, որ ինքը 15 տարի այցելել է ամեն կիրակի այս եկեղեցի, մասնակցել է սիրով պատարագներին եւ երկու շարունակ եղել է մտորումների մեջ գալ թե չգալ եկեղեցի, այն դեպքում, երբ այստեղ պետք է հայտնվի Նիկոլ Փաշինյանը իր շքախմբով։ Եվ ինքը հանգել էր այն եզրահանգման, որ որևէ ազգադավ չի կարող իրեն հետ պահել Սուրբ եկեղեցի իր այցելությունից։ Խնդրեմ, մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ներկայությունը այստեղ։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են։ Բարև ձեզ, եկել եք պատարագին մասնակցելու, մասնակցում եք Սուրբ պատարագի, թե կեղծ պատարագի։ Սուրբ պատարագի, մենք միշտ մասնակցել ենք Սուրբ պատարագի։ Ուրացող Սրբազանի ձեռամբ իրականացվողը Սուրբ պատարագ է։ Բայց դուք եք որոշում ուրացողը թե ուրացող չի։ Իսկ Նիկոլ Փաշինյանն է որոշում ով է կարգառույց լինելու, ով ոչ։ Հետևաբար մենք Ձեր ղեկավարն է որոշում ով է լինում։ Մենք եկել ենք պատարագի, Սուրբ պատարագի։ Միշտ եք գալիս այստեղ, պարոն Բագրատյան։ Ես ձեզ առաջին անգամ եմ տեսնում, հաճախ եկող եմ։ Հարցեք ամեն օր, ոչ թե մի օր։ Եվ քանի տարի այդպես։ Արդեն մոտ 20։ Ճիշտ ասած, ես այստեղ մարդիկ եմ տեսնում, որոնց երբեք չեմ տեսել, ինքս լինելով այստեղ հաճախ եկող։ Կարող եք մոտենալ, ոմա վաճառներից սկսած, բոլոր քահանաները, բոլորը ճանաչում են։ Ամեն օր այստեղ մարդիկ են բազմաթիվ ԿՊ-ականներ, որոնց ես առաջին անգամ եմ տեսնում, այսպես խիտ, այսպես իրենց այցով։ Ազնիվ լինենք մեր հետ, բա եկել ենք մենք, չէ, մեր հոգու պարտն ենք կատարում, մեր աղոթք ենք հղելու առ Աստված,
պետք չի որ այսօրով մենք այս քաղաքական իրավիճակները Անբաքրատյան, ինչ է ամեն ինչ տանում եկեղեցու պարակտմանը Նիկոլ Փաշինյանը, ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, Փաշազադեի հրահանգն է կատարում։ Տեսեք սխալ բան եք ասում։ Ինչու։ Որովհետև կոպիտ խոսքեր եք ասում չհիմնավորված։ Փաշազադեի հայտարարությունից հետո չսկսեց եկեղեցուն թիրախավորել։ Չէ, մի վայրկյան, ես հարց եմ տալիս։ Հիմնավորել, չէ՞ ասած։ Հարց եմ տալիս, 2 օր հետո Փաշազադեի հայտարարությունից հետո կտրիչ Ներսիսյանը երեխա ունի, ինքն ասա գնա երեխա ունեցի։ Նիկոլ Փաշինյանը իր ընդդիմադի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը ընդդիմադի ժամանակ անընդհատ խոսում էր Նավասար Կճոյանի կոռումպացված լինելու մասին, հիմա նստում է ձեռք է սեղմում, իր հետ որոշել է եկեղեցին ավերել։ Առողջացնել իրաց հարցերն էլ է նայում, չէ՞։ Նիկոլ Փաշինյանն է իրավունք ունի առողջացնելու եկեղեցին։ Ես ու դու իրավունք ունեմ։ Սահմանադրությունն ինչ է ասում, դուք պատգամավոր եք, լավ գիտեք, սահմանադրորեն պետությունն ու եկեղեցին տարանջատված են։ Հիմա ովքեր են այդ հարց բարձրացրել, արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ, այսինքն մեկ ի՞նչ կապ ունի։ Ոնց։ Մեկ ի՞նչ կապն է, երբ Նիկոլ Փաշինյանը որոշել է կոմպրոմատներ է դրել այդ մարդկանց առաջ, իրենք անկեղծորեն ինձ նաև ոմանք ասել են։ Ինը բարձրաստիճան հոգեվորականներ ստորագրել են պահանջելով, որ կաթողիկոսը դադարեցնի իր լիազորությունները։ Պիտի գնան Նիկոլ Փաշինյանի մոտ այդ պահանջը ներկայացնելու համար։ Դե թող գնային ներկայացնեն մի 5-10 տարի առաջ։ 2 ամիս առաջ դիմել են խնդրելով, որ այդ հարցերը լուծեն, չեն քննել։ Պարոն Բագրատյան, դուք հին падգամավոր եք, այսպես են լուծում եկեղեցու հետ կապված, եթե կան խնդիրներ, հարցերը, հա։ Եկեղեցու ներսից է դա արվում։ Եկեղեցու ներսի եպիսկոպոսը ինչ կապ ունի իմ ձեր հետ։ 2018-ից այս իշխանությունը փորփրում է անընդհատ եկեղեցու տակ, նոր Հայաստան, նոր, չգիտեմ, ինչ է։ Եկեղեցին է փորփրում։ Ով էր պահանջում իշխանության հրաժարականը։ Ով տվեց Արցախը։ Կաթողիկոսը Եկեղեցին նաև հայոց եկեղեցին պետք է պաշտպանի նաև Արցախը եւ հայ ազգին։ Այս եկեղեցու նաև հովանավորները ամեն ինչ արեցին, որ Արցախը հանձնեն։ Ինչով է, ինչ են արել։ Երրորդ նախագահան ամեն ինչ։ Ինչ կապ ունեն նախագահները երկրորդ, երրորդ եկեղեցու հետ, կաթողիկոսի հետ։ Երկիրը չեն կազմակերպել պաշտպանություն։ Ինչու են կեղծ լուրեր անընդհատ պտտում այս վարկաբեկում մեջ կաթողիկոսին։ Անհարմար չէ կզգում 10 միլիոն հայերի վեհափարն է։ Անհարմար չէ կզգում։ Անհարմար զգա, որ կուսակրոնությունը խախտել է։ Դուք ինչ գիտեք, որտեղ ձեր փաստը, ինչ հայտարարություն։ Անհարմար չէ կզգում, մտնում եք անկողին մարդկանց անձնական կյանք։ Այո, ես գլխավոր խմբագիրն եմ Հայք Նյուզի։ Այդ դուք պետք է ինձ ասեք, իսկ ինչու եք վիրավորում իմ եկեղեցուն եւ վեհափարերին։ Ինչու է սրբած։ Դուք ինձ դաս մի տվեք, ես խոսում եմ Պարոն Բագրատյանի հետ, խնդրում եմ։ Պարոն Բագրատյան, ես ես հարգելով տարիներում իմանալով ձեզ որպես տարիների падգամավոր, դուք այս գործելավոճը ահր եկեղեցուն ուղված այս քայլերը ազգակործան, դուք որպես այս տարիքի անձնավորություն հայ մարդ, նորմալ է գնահատում, անգամ այդ բազմաթիվ խնդիրներ, եթե անգամ ունենան, նորմալ է այս իրավիճակում, երբ որ մենք տեսնում ենք ինչ դրսից ինչ ազդակներ են գալիս։ Դուք համաձայն եք, որ եկեղեցակ հոգեվորականները պղծություն անեն եւ մենք լռենք։ Լսեք, իսկ դուք համաձայն եք, որ պղծություն է անում վարչապետը եւ մենք լռենք։ Արշակի քերը կնոջ այդ պղծությունը։ Ինչ եք խոսում, որտեղից այդ փաստերը։ Ապացուցված հանգամանք։ Որտեղից է ապացուցած, որտեղ է մտել։ Կոմիտեն ներկայացրել։ Քննչական կոմիտեներ բոլորն էլ ուղղորդվում են մեկ անձի կողմից։ Դուք վստահում եք։ Այդ մենք աբսուրդի կհասնենք։ Չէ, բայց աբսուրդ է, որ SMS-ներով մարդիկ գործից ազատվում են մեկ անձի կողմից։ Դա աբսուրդ է։ Ես ձեզ առաջարկել գործից ազատեք, դուք որոշեք, չեք ուզում մի ազատվեք։ Հիմա ես առաջարկում եմ։ Ես եմ կառավարությունը ով հայտարարեց, Նիկոլ Փաշինյանը չհայտարարեց, որ ինքն է։ Դե ասում է ես եմ այդ բոլորին ուղղորդողը ինքն է։ Դա ինքն է, ես էլ եմ, դուք էլ եք։ Ինչի՞ եք պարակտում։ Լավ, մեկ վերջին հարց։ Ճիշտ է այսպես վարվելը պարակտել հայոց եկեղեցին, որը լրջագույն կառույց է մեր ինքնության պաշտպանության, պահպանման։ Եկեղեցին չի պարակտել։ Դուք վտանգ չեք տեսնում այս գործելավոճի մեջ։ Պետությունից հետո երկրորդ բարձրագույն սրբությունն է։ Ինչու է ուրեմն այսպես չունի այն մարդկանց հետ, ովքեր պղծությամբ են զբաղվում։ Դա եկեղեցու հետ ինչ կապ ունի։ Ինչու եք այսպես համայն աշխարհով վարկաբեկում մեր եկեղեցին։ Դե ուրեմն Փաշազադեին համահունչ քայլեք։ Եկեղեցականի, որը
Փաշազադեն հայտարարեց հայոց եկեղեցին ռևանշիստական է, 2 օր հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց իր արշավը եկեղեցու դեմ։ Փաշազադ մեկնի Փաշազադեի պաստություններով զբաղվում։ Հայ կներեք, Վատիկանը, Հռոմի Պապը, Վատիկան կառույցը, ասենց սրբության սրբոցա, որ որևէ կաթոլիկ եկեղեցու ղեկավար չի համարձակվի Հռոմի Պապին մի բան ասել։ Չի համարձակվում։ Ոնց, էտով։ Արքեպիսկոպոսների դատեցին, եպիսկոպոսների Մի րոպե։ դատեցին մանկապարտության համար։ Բայց երբևէ եղել է, որ ամբողջ աշխարհով մեկ է քարուքան դանել, ինչպես անում է Փաշինյանը։ Դատվել է մանկապիցները։ Մի րոպե, բայց Հռոմի Պապն էր հարցը լուծողը, ոչ թե վարչապետ, ասենք օրինակ Մակրոնը կանի, տենց բան որ անում է Փաշինյանը։ Սխալուներ, թող կաթողիկոսը լուծել է սովորություն։ Մի րոպե, Փաշինյանը ինչ իրավունք ունի խնդիր լուծելու, սահմանադրություն գիտեք։ Սահմանադրությամբ եկեղեցին պետությունը տարանջատված է, թողնենք լուծեն իրենք։ Ինչու եք խառնվում։ Պետք չէ խառնվել։ Նիկոլ Փաշինյանի հրահանգով պետական կառույցների բոլոր աշխատողները, ԿՊ պատգամավորները, բոլորը մեկ մարդու պես հայտնվել են այստեղ։ Խնդրեմ։ Գալիս են, սա ունենք։ Տիգրան Ավինյան։ Բարև ձեզ, պարոն Ավինյան։ Կարելի է մեկ հարց։ Առանց հրելու, հա։ Հասկացա, մենք էլ մեր աշխատանքն ենք անում, տեսնում ենք պաշտոնյան պարտավորել լրատվամիջոցների հարցերին պատասխանել եւ հանրային քաղաքացի, դու քաղաքացի եք։ Չի երևում։ Լավ կնայենք, հետո կտեսնենք, թե ում հետ ենք խոսում։ Խնդրեմ, կպեական կարկառուն դեմքերն են։ Բարև ձեզ, պարոն Ռուբինյան։ Եկել եք պատարագի մասնակցելու։ Միշտ եք գալիս, պարոն Ռուբինյան, թե այսօր որոշել եք Նիկոլ Փաշինյանի հետ այստեղ լինել։ Ես այսօր ուղղակի որոշել եմ։ Հենց այսօր միայն, ինչու հենց այսօր միայն այս եկեղեցում ասում են, որ ձեզ առաջին անգամ են տեսնում։ Ես եկեղեցու մարդիկ կան, որ միշտ այստեղ են, ու տեսնում են, հա, առաջին կամ երկրորդ կամ Դե, հա, սպասարկողները։ Ես եկեղեցում օրինակ հայր եմ եղել։ Այ որտեղ Այսինքն դուք առաջին անգամ չեք այստեղ։ Իրա որդու կնքահայրն է եղել։ Հա, շատ հաճելի է, շատ։ Դուք ձեզ համարում եք եկեղեցու հավատավոր զավակ, պարոն։ Բավարար չափով։ Իսկ ինչու եք վիրավորում մեր եկեղեցու սրբազաններին, ինչու եք ձեր Facebook-յան գրառումներով ընդունում եք Նիկոլ Փաշինյանի Փաստորեն, երբ մենք մոտենում ենք ԿՊ-ական կարկառուն դեմքերին, անմիջապես հայտնվում են ինչ-որ անձիկ եւ սկսում են իրենց հարցումները։ Խնդրեմ կարկառուն դեմք է, պարոն Ալեքսանյանը։ Ինչպես եք, պարոն Ալեքսանյան։ Դուք հավատավոր, հա, համարում եք ձեզ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, պարոն Ալեքսանյան։ Այո, Հայք Նյուզ լրատվական, ես գլխավոր խմբագիրն եմ Արմինե Սիմոնյան։ Ինչպես։ Լսեք ուրեմն հետ այսու։ Պարոն Ալեքսանյան, նորմալ եք համարում Նիկոլ Փաշինյանի գործողությունները եկեղեցու դեմ, սա կազմաքանդող չէ ձեր մտահոգությունը կարող եք արտահայտել։ Չհասկացա թե ինչու եք Եկեղեցին եւ պետությունը սահմանադրել են տարանջատված է։ Խոսեք ուղղակի հերո կանգնեք։ Չէ, որ ասեցիք չհասկացա, խնդրեմ իհարկե, խնդրեմ ասեք։ Որ ասեցիք չհասկացաք դրա համար։ Եկեղեցին ամրապնդող գործողությունները անվանում եկեղեցին քանդել։ Կարծում եք այն միջամտությունը, որ արվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Կարծում եմ, որ սիրային կապը անընդունելի է ցանկացած։ Դուք ինչով եք դրանում համոզվել
վստահ համոզմունք, որ դա արհեստական բանականությամբ արված Ես չեմ համոզվել Կտրիչ Ներսիսյանի կողմից կաթողիկոսի մասին է խոսքը։ Կտրիչ Ներսիսյանի կողմից ձևավորած հանձնաժողովն է եկել այդ եզրակացության եւ դրա մասին գրել պաշտոնական գրություն։ Հիմա դուք ուզում եք, որ ես Կտրիչ Ներսիսյանի կողմից պաշտոնական Մայրաթորուն ձևավորված հանձնաժողովի եզրակացությանը չհավատա, որպես հավատավոր հայ առաքելական եկեղեցու հետևորդ արդյոք չեք հավատում հայ առաքելական եկեղեցու պաշտոնական հանձնաժողովներին եւ դրանց եզրակացությանը։ Ոչ, որովհետեւ 54 հոգուց ընդամենը 9 հոգուն, որոնց հավանաբար կարծիք կա, որ կոմպրոմատներով եք աշխատել նրանց հետ։ Ներսիսյանի ձեռամբ են ընտրվել այդ մարդիկ եւ նրանք ձևավորվել Եվ ինչ իրավունք ունեն վարչապետ Փաշինյանի հետ մեկտեղ հեռացնելու կոչ հնչեցնել եւ Փաշինյանը ունի այդ իրավունքը Ան Ալեքսանյան չէ ես թեմայի շարունակության մեջ եմ Ներսիսյանը ձեր համար կաթողիկոս է ճիշտ է Կտրիչ Ներսիսյան չէ ամենայն հայոց կաթողիկոսն է 10 միլիոն հայերի կաթողիկոսն է ինչու եք վարկաբեկում կաթողիկոսին Չեմ վարկաբեկում ասում ընդունում եք որ նա կաթողիկոսն է ճիշտ է Ընդունում եք որ նա կաթողիկոս է Ընդունումը ո՞րն է նա օցիալ կաթողիկոս է որևէ մեկը չի կարող նրան հակառակը ասել Ձերամբ ստեղծվել է հանձնաժողով պաշտոնապես այդ հանձնաժողով եկել է եզրակացության որ Արշակ Սրբապիղծը Ինչու եք գնահատականներ նման տալիս Ես չեմ տվել իրենց հանձնաժողովն ա Դուք ինձ հիմա տալիս եք դուք պետք է չէ Թվում եմ անում այդ հանձնաժողովին որտեղ հստակ գրված է այդ արարքի բնութագիրը Դուք հիմա ուզում եք Հանձնաժողովը ամբողջական չէ պարոն Ալեքսանյան իրենք ամբողջական չեն ներկայացված մի քանի անձիկ են 54 եպիսկոպոս արքեպիսկոպոսներից 4 հոգանոց չի եղել այդ հանձնաժողովը Եվ այդ հանձնաժողովը կարող էր չէ կաթողիկոսի հետ քննարկել ոչ թե գալ կառավարություն Նիկոլ Փաշինյանի թևի տակ որ Կտրիչ Ներսիսյանը կարա ձևավորի հանձնաժողով Եվ այդ հանձնաժողովի եզրակացության հետ դուք միայն հաշտ կլինեք միայն այն ժամանակ, երբ որ այդ հանձնաժողովի եզրակացությունը ձեզ ձեռք տա քաղաքական։ Պարոն Ալեքսանյան, դուք ազգային ժողովի պատգամավոր եք, մենք ունենք սահմանադրություն։ Եկեղեցին սահմանադրորեն պետություն եւ եկեղեցի տարանջատված են։ Չեք կարծում, որ ճիշտ չի ընթացքը, հա? Այսինքն ինչու է պետությունը Արշակ Սրբազանի մասին է ձեր խոսքը, հայտնի Արշակ Սրբազանը հարգված անձ, որի գլխին սարքվում է։ Ինչ է սարքում։ Քերակինն է գլխին սարքում, թե ով է սարքում։ Ով է սարքում այդ Դուք Ով է սարքում, օրինակ ես Որտեղից դուք ինչ գիտեք, չէ, մի րոպե, ինչու եք բայց ինչ իրավունքով եք այդպիսի հայտարարություն անում, մինչև վերջ համոզված դրանում չլինելով։ Համոզված է։ Ուզում եք ես չվստահեմ, կաթոլիկ եկեղեցում հազար մի խնդիր կա։ Լսել եք, որ Մակրոնը կաթոլիկ եկեղեցու որևէ բան, որևէ երկիր կաթոլիկական վեր կենա ու նման քայլեր անի, ոնց անում է Նիկոլ Փաշինյանը, հա։ Կասեք օրինակն, ասեք Մակրոնը օրինակ իր բազմաթիվ խոցելի բաներով։ Օրինակ գիտեմ, որ մի շարք արևմտյան երկրներում մեծ սկանդալ էր առաջացել կաթոլիկ եկեղեցում պետոֆիլիայի դեպքերի հետ կապված եւ մի շարք պետական պաշտոնյաներ այդ թվում միջամտել են այդ հարցին ու տվել են շատ հստակ լուծում։ Երբեք չեմ լսել, որ որևէ ղեկավար պարոն Ալեքսանյան չէ, ղեկավար չի եղել։ Ղեկավար չի եղել մեր երկրում բացառիկ դեպք է եւ մեկ հարցի եթե կարելի է տամ եւ ավարտել։ Որովհետեւ երկրի ղեկավարը շատ ավելի նախանձախնդիր։ Բայց վտանգ չեք տեսնում պարակտման առումով, հա մեր եկեղեցին մեր ինքնության հենասյունն է, չեք կարծում, որ այս հարցերը այդպես չեն լուծվում։ Կարելի էր ավելի այնպես լուծել, որ ժողովրդի մոտ չլինի վստահության պակաս, իր եկեղեցու հանդեպ առանց այն աղանդավորները խեղդում են մեր երկիրը։ Բայց դա ում գործունեության հետևանքն է։ Դե պետք է այդտեղ Կտրիչ Ներսիսյանի ու խմբակի կաթողիկոսին պետք է օգնել, թեւութիկունք լինել։ Գուցե նաև ձեր չսիրած նախկինների գործողությունների հետևանքն է։ Եվ Ավարտեցինք, դասիկ մի հարց է ու ավարտենք։ Հա, մի խոսքով դուք այսօր բոլորը տեստեղ եք կեղծ պատարագին մասնակցելու։ Կարելի է այդպես ասել, կարելի է ասել, չէ, դուք որ դուք ասում եք քերականոջ օրինակը ինչով եք բերում, դա ես էլ չեմ կարող ասել, որ դուք եկել եք օծյալ։ Երբ որ այդ օծյալ քահանան, որը Պարոն Ռուբինյան, ժամանակ կար, որ Բեթլիի թեման ակտիվորեն քննարկում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատելով օծյալ քահանային։ Այսօր երբ որ գնաց իր մոտ Դուք կարծում եք դա բարենորոգում է, թե քանդում Փաշազադեի հրահանգով։ Դուք տեսնում եք կադրերում Արարատ Միրզոյանը արտգործնախարարը նաև այցելել։ Քետ անցեք, հա։ Աչատրյան
Ինչ եմ արել, որ պիտի Խաչատրյանը ուշադիր լինի։ Ձեզ հրահանգվեց ուշադիր լինել ինձ։ Լրագրող եմ, աշխատում եմ։ Ժամանեց նաև Նիկոլ Փաշինյանը։ Քպեականների ծափերի տակ Փաշինյանը մտնում է եկեղեցի պատվիրված քպեականները սիրո խոստովանություններ են անում։ Ձեզ սիրում ենք նման հայտարարություններով դիմավորեցին փաստորեն Նիկոլ Փաշինյանին։ Դուք ել եք անգիր արած ուղարկված։ Չեք կարող։